Պատրաստում ենք գեղեցիկ և համեղ էկլերներ։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ ջուր, 1 պտղունց աղ, 100 գրամ կարագ։ Երբ կսկսի ջուրը եռալ, ավելացնում ենք 1 բաժակ ալյուր։ Կրակի տակը կամացացնում ենք և լավ խառնում ենք մեր խմորը մոտավորապես 5 րոպե։ Այնուհետև թողնում ենք գոլանա։ Գոլանալուց հետո ավելացնում ենք հինգը ձուն պետք է ավելացնել հատ-հատ։ Երբ կզգանք խմորը թուլացել է, կարող ենք նաև հարել միքսերով։ Էկլերները թխելու ենք 180 աստիճան ջերմաստիճանում։ Երբ որ կզգանք էկլերները թեթևակի կարմրել են, կարող ենք ջերմաստիճանը իջեցնել, որպեսզի մեջը թաշ չմնա։ Թխվում է մոտավորապես 35-ից 40 րոպե։ Հիմա պատրաստենք կրեմը։ Մեզ անհրաժեշտ է 1 ձու, 1 բաժակ շաքարավազ, 2 բաժակ կաթ, 3 ճաշի կթալ ալյուր և վանիլին։ Կրեմը եփում ենք մարմանդ կրակի վրա, վերցնում ենք, տաք վիճակում ավելացնում ենք մի փոքր կարագ, այս դեպքում մեր կրեմը շատ ավելի համեղ է ստացվում։ Այնուհետև թողնում ենք լավ սառի։ Սառելուց հետո նոր կավելացնենք մնացած կարագը։ 200 գրամ կարագը լավ հարում ենք մինչև սպիտակի և սառեցրած կրեմը գթալ ավելացնում ենք կարագին։ Վերջում չենք մոռանում ավելացնել վանիլին։ Պատրաստի կրեմը լցնում ենք թխման համար նախատեսված պարկի մեջ, էկլերների վրա ճեղքեր ենք անում և զգուշությամբ կրեմը լցնում ենք էկլերների մեջ։ Վերջում ձևավորում ենք շաքարի փոշիով։